Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Աղվան ձեր խափանման միջոցի հարցը այստեղ շատ քննարկվեց, դուք կալանավորված էիք, չնայած առողջական ծանր խնդիրներին, որ ունեիք, կխնդրեմ նախ ներկայացնեք հիմա ձեր առողջական վիճակը, արդյոք կարողանում եք համապատասխան բուժումներ ստանալ, թե ոչ, եւ առողջական վիճակը ստաբիլ է, վերականգնողական փուլում եմ, վերականգնողական ու ստուգումների, պարբերաբար ստուգումներ են ինձ պետք, բանտային պայմանները ռեգրեսին էին նպաստել, շատ ռեգրես կար այդ ժամանակ, բայց հիմա արդեն ստաբիլ է վիճակը, նորմալ է, բավականին արդեն առողջական վիճակը բարելավել է խափանման միջոցի փոփոխությունից հետո։ Այդ մասով հիմա վարչական հսկողություն է, մոտ 2 ամիս նստեցի Արմավիր ՔԿՀ-ում, հետո տնային կալանք մոտ 3 ամիս, հիմա արդեն վարչական հսկողություն է։ Այսինքն տնային կալանքի պայմաններում էլ հնարավորություն Ոչ, քանի որ պետք էր պարբերաբար գնալ ստուգումների, իսկ ոստիկանությունը հանձն չէր առնում ինձ ուղեկցել ստուգումների, ըստ այդմ փոխվեց վարչական հսկողություն։ Այս գործով կխնդրեմ ներկայացնեք ձեր կարծիքը, հաշվի առնելով, որ նիստերը պարբերաբար լարված իրավիճակում են անցնում, հաշվի առնելով, որ Բագրատ Սրբազանը պարբերաբար հարցեր է ուղղում իրավասու մարմիններին, սակայն այդպես էլ պատասխաններ չի ստանում, առհասարակ ձեր գնահատական այս վարույթում։ Առհասարակ, անկեղծ ասած, դատավորից ակնկալում եմ արդարադատություն, ինչը ներկայիս Հայաստանի Հանրապետությունում մի քիչ անհավատալի երևույթ է, բայց այնուամենայնիվ ակնկալում եմ արդարադատություն, բոլորս ենք չէ տեսնում ինչ է կատարվում հիմա Հայաստանի Հանրապետությունում, հայտնի Նարեկ Սամսոնյանը հացադուլի մեջ շուրջ 13 օր առողջական խնդիրներով, որոնք բարդացան հացադուլի հետևանքով նաև, հիմա տեսնենք ինչ կլինի, չգիտեմ, այս ամեն ինչը ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունում արդարադատության նշույլ անգամ չկա, այս քրեական գործից ես ակնկալիքներ չունեմ, քանի որ տենում եմ ինչ է կատարվում կողքեր էլի, այսինքն նույն Նարեկ Սամսոնյանը, Վազգեն Սաղաթելյանը իրենց հանդեպ եւս չկա արդարադատություն ընդհանրապես չկա, չգիտեմ, ակնկալում եմ, որ շուտ բոլոր քաղբանտարկյալները ազատ արձակվեն կամ էլ գոնե թե իրենց առողջական մինիմալ պայմանները ապահովեն, որպեսզի ստանան բուժումները համապատասխան եւ ընդհանրապես քաղբանտարկյալ երևույթը Հայաստանի Հանրապետությունում դարել է շատ տարածված։ Տեսեք ինչքան քաղբանտարկյալներ կան Հայաստանի Հանրապետությունում, ես ինքս ինձ վրա զգացել եմ այդ ամեն ինչը, չգիտեմ, ազատություն բոլոր քաղբանտարկյալներին։ Աղվան ջան, ձեզ մեղադրում են ահաբեկչության համար, դուք ոնց եք վերաբերում այդ մեղադրանքին ու ձեր գործերով հա ինչ է գրված, օրինակ մեկի պարագայում գրված է, որ ձվածեղ է պատրաստել, ձեր դեպքում ինչ են գրել։ Հասարակ առօրյա զրույց է իմ դեպքում, երբ ես հարցնում եմ ինչ ենք անելու, ինձ ասում են չեմ ասի ինչ ենք անելու, ժամանակը գա բոլորն էլ կիմանան ու տենց դառա ահաբեկիչ, ժպիտով եմ վերաբերվում անկեղծ ասած եւ եւս մեկ անգամ կրկնում եմ, ակնկալում եմ արդարադատություն այս դատավարությունից կոնկրետ։ Ես եմ շնորհակալ։